անցնում արդեն սահուն 8-ի էներգիա կրողներին, ովքեր որ իրենց հաշվարկի վերջնական արդյունքում ստացել են 8, իսկ 8-ի էներգիան հովանավորում է Սատուրն մոլորակը։ Սատուրնի ժամանակն է 8-րդ տարին կամ ուժերի արթնացման տարի։ Սա ամենահզոր տարին է ողջինամյա փուլի, սա ժամանակ է ռեալիզացման, ժամանակ է, երբ մենք մեզ ուժեղ ենք զգում ենք ներքին ամբողջականությունը, սա տարի է նախահարձակ լինելու և կատարելագործվելու, սա ծայրահեղ պատասխանատու և կարևոր աստիճան է 9-ամյա փուլի համար, սա ժամանակ է, երբ կարող ենք հանդես գալ մեր իրական կամքի թելադրանքով, ձգտում հաղթանակի հասնելու համար, երբ կարող ենք գերազանց հաջողությունների հասնել, եթե այս տարի ձեզ համար Սատուրնի տարին է, նշանակում է, որ անցած տարի ապրել եք արդեն իսկ կետուի ազդեցության տակ, որը եղել է մշուշոտ, ծորացող, դա ընթացք է եղել ներս ուզվելու ձեր լինելիության մեջ, իսկ Սատուրնի տարին ներխուժում է մեր կյանք զգացողությամբ, որ ամեն ինչ արդեն փոխվել է, և հիմա նպատակները պարզ են ավելի, հստակ և գիտենք մեզ ինչ է պետք անել։ Այս ժամանակ մեզ արթնանալու զգացողություն է տալի։ Ինչպես օրենք, Սատուրնի տարին մենք ծրագրում ենք գերազանց ավարտ։ Տալիս ենք մեզ խնդիր, որ ես դա պետք է անեմ, կստացվի, ես կարող եմ և ես կհասնեմ դրան։ Սա ժամանակ է, որ մենք հասնելու ենք հաջողության և արդյունքները տեսնենք այն գործերի, որոնք նախատեսել ենք ցիկլի արևի 1-ի էներգիայի տարում։ Եթե անգամ մեր ծրագրերը մասամբ փոխվել են, դժվար կլինի հիշել ինչ ենք մտածել կամ ինչ ենք ուզել արևի տարում, ապա հիմա этап է եկել, որ հասնում ենք նրան, ինչ մտածել ենք այն ժամանակ։ Սատուրնը մարդուն տալիս է պատասխանատվություն և դիսցիպլինա, դրա համար այս տարին չի բերելու հրաշքներ, այլ կտա պտուղներ արդյունքների այն մարդկանց համար, ովքեր իրականում գործում են, աշխատում են, պատրաստ են համբերատար, պարտադիր, քայլ առ քայլ գնալ իրենց նպատակներին։ Սատուրնը կպատվի այն արժանիք ունեցող մարդկանց, որոնք իրականում ոչ սովորական ճանապարհ են անցել։ Սատուրնը մարմնավորում է մեծահասակ մարդկանց, դրա համար սա նաև տարի է մեզ համար, որ հոգատար և ուշադիր լինենք յուրաքանչյուր մեզանից մեծի նկատմամբ, նաև Սատուրնը խորհրդանշում է կարգապահություն, կառուցվածք, հիերարխիա և օրենք և ուժ։ Պետք է աշխատենք հակառակ չգնալ օրենքին, հակառակ դառնալ մասը որևէ սիստեմի և ինչ-որ ցանկալի ստանալու համար։ Սա ժամանակ է, երբ կարգավորում ենք, բերում մեր գործերը, մեր հաշվարկները, փաստաթղթերը, որպեսզի ստրուկտուրավորենք հնարավորինս մեր կյանքը։ Եթե անգամ ամբողջովին անկարող ենք, սկսում ենք ծրագրավորել մեր կյանքը, մեր օրը դնելով հստակ առաջադրանքներ, և մենք դառնում ենք ինքնակարգապահ մարդ, այսինքն սա ժամանակն է, երբ մենք կարող ենք շատ բանի հասնել, քանի որ կարողանում ենք գործելով, քայլերով և համբերատար անցնել։ Նաև Սատուրնի տարին կանցնի մեր վախերի վրայով, քանի որ մեր վախերը մեր ամենաարգելակող գործոններն են հանդիսանալու, և Սատուրնը կօգնի մեզ ազատվելու այդ վախերից։ Առնչվելով մեր վախերի հետ դեմ դիմաց, որ բոլորովին իզուր ենք այս տարի դրանից խուսափել, մի կողմից խորացնում է և բարդացնում այն ամենը, մյուս կողմից մենք պայքարում ենք վախերին հաղթահարելու համար, կոնկրետ ինչ կարող է դա լինել։ Օրինակ մարդը, որը երկար ժամանակ աշխատել է մի աշխատավայրում, որտեղ իր համար բոլորովին հետաքրքիր չի եղել և վախեցել է ինչ-որ մի բանի փոխել, փորձել իրեն նոր ուղղությամբ գնալ, քանի որ իր մոտ վախեր կան միանալու կամ մնալու առանց աշխատանքի, եկամուտի, չքավորության, աղքատության, և այդ վախն էլ թույլ չի տալիս մարդուն առաջ գնալու
և զարգանալու համար, և Սատուրնի տարին ասես տարածաչափությունն է դրդում մարդուն առերեսվել իր վախերի հետ, և ոչ թե այս տարի դուք փորձեք վախերի մեջ մնալ, այլ փորձեք երեսվելով իրականությանը ազատվել, այդ իրադարձություններն այնպես են դասավորում, որ ստիպված եք լինում այնտեղ, որտեղ որ ձեզ որևէ արդյունավետություն չի տա, նույնիսկ այդտեղից հեռանաք, մի վախեցեք։ Մարդը կարող է սկզբում պանիկայի մեջ ընկնի, սակայն հետո կհասկանա, որ դա ձեր կյանքի փակուղուց դուրս գալու ամենահաջողակ ելքն է եղել։ Մարդու օրգանիզմում Սատուրնի գործոնը մարդու ողնաշարն է, ոսկորամկանային համակարգը և ատամները։ Դրա համար էլ կարևոր է Սատուրնի տարում նաև հոգատարություն և ուշադրություն դարձնեք ձեր վրա։ Օրինակ, եթե հնարավորություն ունեք, խորհուրդ կտամ մասաժի կուրս անցնել, վարժանքներ անել ձեր հյուսվածքները ավելի ճկուն դարձնելու համար, կամ էլ օգտակար մկանների համար վարժանքներ անել, նաև այցելել ատամնաբույժի մոտ շատ կարևորն է։ Սատուրնի տարում հարաբերություններում դասավորվում է ինչպես օրենք, թափանցիկությամբ, հարաբերությունները այն մարդկանց հետ, որոնք մեզ հետ երկար տարիներ են մնալու, դա կվերաբերվի թե անձնական կյանքին, ընկերական կամ էլ գործնական հարաբերություններին, որովհետև Սատուրնը հանդես է գալիս հանգստությամբ, սառնությամբ և վստահությամբ։ Այս տարվա մեջ էմոցիաները ցուցադրելու ժամանակ չի, այլ սա ժամանակ է էմոցիոնալ ստաբիլություն ցուցադրել, և ոչ միայն էմոցիաներում, այլ նաև ձեր ծրագրերում, այսինքն սա բարեհարմար ժամանակ չէ մեզ ափեափ տալու։ Նաև Սատուրնը, քանի որ ամենանյութական մոլորակն է, և այս տարի պետք է, որ հստակ, կոնկրետ ծրագրեր ունենաք, որոնք պարունակում են ավելի երկրային և կոնկրետ ծրագրեր ունենանք, որ ավելի արդյունավետ արդյունք ունենանք։ Կարևոր է հասկանալ ինչի ենք ձգտում և մեզ համար ինչն է արդյունք համարվում։ Նաև Սատուրնը մարմնավորում է, քանի որ հիերարխիա, ուժ, ղեկավարություն, վերադաս, դրա համար էլ տարվա ընթացքում հաճախակի կարող ենք դիմել վերադաս մարմինների կամ պետական այրերին մեր հարցերի լուծման համար։ Նաև Սատուրնը մարմնավորում է հենց կարման։ Դրա համար անցած տարիներին կարևոր բաներ, որ բաց ենք թողել ինքնահոսի, ապա այս տարի կարիք կլինի այդ հարցերին անդրադառնալ։ Կարող է Սատուրնի տարին ծանր և միատոն թվալ, սահմանափակող, իսկ իրականում այդպիսի ազդեցություն լինում է միայն այն մարդկանց համար, ովքեր չեն ծրագրում նախօրոք իրենց կյանքը, նպատակները չեն դնում իրենց առջև, ով ասես հենց այնպես լողում է կյանքի հոսանքին ընդառաջ։ Սատուրնի տարին մեզ սովորեցնում է նրան, որ իրական հաջողությունը կյանքում չի գալիս շնորհիվ հաջողության կամ իրավիճակներից ելնելով կամ բախտի անիվի ժպտալով, այլ գալիս է նրա մոտ, ով համբերատար, նախահարձակ, վստահ գնում է առաջ, և այդպիսի մարդկանց է, որ Սատուրնի տարին խոշոր ձեռքբերումներ է տալիս իրենց կյանքում ունենալու։ Ժամանակն է, որ մեզ սովորեցնենք պատասխանատվության և կարգապահության, սովորեցնում է ինքնուրույնություն, որպեսզի հույսներս չդնենք ուրիշների վրա, այլ ինքներս լինենք մեր կյանքի տերը, ինքներս ձգտենք դեպի մեր նպատակները, մեր կարիերան, և Սատուրնի տարին ժամանակ է, երբ իրականում կարող ենք հանդես գալ ինքնուրույն, որտեղ պետք է ինքնուրույն նախահարձակ լինենք ցուցադրելու մեր պրոֆեսիոնալիզմը և անցնել ավելի բարձր աստիճանի, օրինակ անցնել ղեկավարվող դիրքի կամ ստեղծել սեփական բիզնեսը, այսինքն Սատուրնի տարին բարեհարմար է այն մարդկանց համար, ով պատրաստ է համբերատար, քրտնաջան, դիսցիպլինար աշխատելու, սա ոչ միայն կարիերայի սեկտորին է վերաբերվում, այլ ընդհանրապես։ Էնպես որ, հարգելիներս, ավարտելով 8-ի էներգիայի տակ գտնվող իմ
խորհուրդն ու մեկնաբանությունը, ուզում եմ, որ անցնենք արդեն Մարսի էներգիային։ Ուրեմն 9-րդ տարին դա Մարսի ազդեցության տակ տարի է, եւ սա պայքարի ժամանակ է արդյունք ունենալու համար։ Սա մեր արդեն է սոկրալ որևէ մակարդակ անցնելու ավարտական տարին է, 9 աստիճանները, որ մենք անցնում ենք, եւ սա ժամանակն է հզոր ավարտի, որպեսզի հետո կարողանանք նորի սկիզբ դնել։ Հաջորդ տարին մեզ համար սկսելու է նոր 9-ամյա ցիկլ։ Ինչպես օրենք, Մարսի ցիկլը սկսելու ժամանակ մենք ասես սկսվող վտանգ ենք զգում։ Արդեն իսկ մենք մտել ենք 2026 թվականը, ովքեր այս էներգիայի տակ են, արդեն իսկ կզգան այդ էներգիաները, որովհետև տալիս է զգացողություն աղմկոտ փոփոխության, նա հանդես է գալիս ռեզուլտատիվ, քանի որ շարունակում է պրոցեսը, այնինչ հասցրել ենք ստեղծել անցած 8 տարիների ընթացքում եւ միաժամանակ տարին համարվում է ավարտական տարի, ավարտական այն ծրագրերին, որն արդեն մեզ էլ պետք չէ։ Այս տարվա ընթացքում սկսում եւ ավարտվում է այն, ինչը չի համարվում պիտանի մեզ համար, իր կյանքը կամ գործունեությունը արդեն ավարտել է եւ մեր համար պերսպեկտիվ չի։ Մենք հասկանում ենք, որ մեր կյանքում կա այդպիսի պրոցես, որին ֆակտով շարունակում ենք ուժով դեռ պահել, իսկ այս տարվա ընթացքում ամեն ինչ կոնտրոլի տակից մեր դուրս է գալու։ Այս ամենը կարող է հանդես գալ ամենատարատեսակ կյանքի երևույթներում, կլինի աշխատանք, ինքնառեալիզացում, թե կյանքի որևէ սեկտոր։ Մարսի էներգիան դա ուժի եւ իմպուլսի էներգիա է, դրա համար էլ որոշակի պրոցեսներ չեն ավարտվի հարթ եւ անխոչնդոտ եւ վերջակետ կդրվի շնորհիվ ձեր կտրուկ գործողությունների, ուժի, ռեակցիայի շնորհիվ։ Օրինակ աշխատում ենք միտեղ, որտեղ լարված, նյարդային մթնոլորտ է, որտեղ լարված գրաֆիկ է, իր լարված եւ կոնֆլիկտային փոխհարաբերություններում, գոլեգաների եւ կլիենտների հետ, եւ եթե հենց ինքը աշխատանքը առաջացնում է ծայրահեղ լարվածություն, լինի ֆիզիկական, մորալ, էմոցիոնալ, այստեղ կարող է ձեզ համար անսպասելի այդ կապերը քանդվեն, որտեղ շատ էմոցիոնալ եւ կոնֆլիկտային խոսակցություն կունենաք, նույնիսկ ձեր ղեկավարի հետ եւ այն որ կունենաք ավարտ եւ դուռը շրխկացնելով ձեր հետևից դուրս կգաք։ Ոչ միայն հանգիստ եւ լոգիկայով ավարտ կլինի ձեր համար, այլ անսպասելի կդնեք վերջակետ որևէ իրադարձության։ Եթե այս տարվա ընթացքում ձեզ մոտ տեղի կունենա քայքայիչ եւ ավարտող իրավիճակներ, դրանից պետք չէ վախենալ, դա ձեզ համար հուշում է, որ եկել էր այդ ժամանակը եւ ձեզ նոր հորիզոններ են սպասում եւ նաեւ այն իրադարձությունները, որը կկատարվի Մարսի տարում, դրանք շարունակություն են այն երևույթների, որոնք տեղի են ունեցել 5-րդ Մերկուրիի տարվա ընթացքում, փորձեք զգալ ինչպիսի մտքեր եւ զգացողություններ, ցանկություններ եք ունեցել ձեր կյանքի ընթացքում, որոնց արձագանքները կամ պրոցեսները ընթացել են 5-րդ տարում, այսինքն եք գնացել, հատկապես կվերաբերվի այն ոլորտներին, որոնք առնչվել եք 5-րդ տարում, որտեղ Մերկուրիի տարում թվացել էր ստաբիլ եւ կայուն, եւ Մարսի տարում հենց այդ ոլորտում էլ կունենաք տատանումներ, եւ էլի այս ամենից պետք չի վախենալ, քանի որ տարածաչափությունը ազատում է այդ ձևով ձեր ռեսուրսները նրա համար, որ ձեր ուշադրությունը ուղղեք այն ընթացքների եւ գործերի կողմը, որոնք ավելի պերսպեկտիվ են լինելու ձեզ համար եւ ավելի կյանքով լեցուն։ Այս տարին այնքան էլ լավ չի որևէ բանի գլոբալ սկիզբ դնելու համար, սկիզբ երկարաթև առաջընթաց ունենալու, քանի որ Մարսի տարում որևէ բանի հիմք դնելը ձեզ համար նախ շատ դժվարությամբ զարգացում կունենա, հետո հեռանկարային չի լինի, ձեզանից ավելի մեծ ջանքեր եւ ուժեր կպահանջի։ Սա հիանալի տարի
հաշվել իտոգները, արդյունքները տեսնելու համար, որպեսզի նոր մտածողությամբ եւ նոր մոդելով ռեակցիա եւ գործողություն ունենաք։ Սա լավ ժամանակ է գոնե թեկուզ մտովի կառուցեք ծրագրեր արդեն իսկ, նոր ստրատեգիաներ, նոր տեսլականներ քաշեք ձեր առաջ, ձեր ուժերում, ձեր ստրատեգիաներում օգտագործելու համար։ Չնայած դրան, որ այս տարին այնքան էլ բարեհարմար չի նորի սկիզբը դնելու համար, ձեռքերը ծալած նստել միանշանակ Մարսի տարում չի կարելի, քանի որ էներգիայի մեր ձեռքերում շատ էներգիաներ ունենք, եւ այդ էներգիան նպատակային չծախսենք տարածաչափությանը, այդ էներգիան օգտագործելու է ի վնաս մեզ։ Ամենից հաճախ կարող են ընկնել ագրեսիվ սիտուացիաների մեջ, մենք ինքներս ընկնենք եւ սիտուացիա, որտեղ մեզ վրա ձայն կբարձրացնեն, ինչ որ մեկը մեր կողքին կոնֆլիկտ կստեղծի եւ անկախ մեր կամքից ակամայից կներքաշի մեզ դրա մեջ։ Սա նաեւ կերեւա տեխնիկայի միջոցով մեր ոչ ճկուն եւ շտապողականությունից, որովհետեւ կարեւոր է գտնել Մարսի էներգիան կոնստրուկտիվ օգտագործելու ձևը, բարեհարմար կլինի այս տարվա ընթացքում զբաղվել սպորտով, սա նաեւ կօգնի ձեզ ավելի հավաքված լինելու, ուժեղ եւ ամբողջական զգալու, սա նաեւ թույլ կտա ձեզ զգալու, որ կարողանալու եք ազդել տարածաչափության վրա, սա նաեւ թույլ է տալու, որ կոնցենտրացիաք եւ կարգավորեք ձեր մտքերն ու մտածողությունը, այս տարի փորձեք չանել բաներ ուղղակի ձեր սովորույթի համաձայն, քանի որ դուք այդպես միշտ եք արել, նաեւ ժամանակ է ձեր կյանքում չմտնեք ինչ որ նոր բաների մեջ, քանի որ այս տարի մեզ պետք է նախապատրաստենք արդեն հաջորդ տարվա հզոր սկիզբ, նոր եւս 9-ամյա ցիկլ մեր կյանքի ավելի նոր ու լավ մակարդակ բարձրանալու համար։ Մարսի տարին ժամանակն է մեզ կառեկտիրովկա անելու, երբ կարժևորենք այն ուղին, որն արդեն անցել ենք, արդյունքները եւ ծրագրերը, մեր գալիքը, սա ժամանակ է, որ թեկուզ քիչ, բայց ասես ուրիշ ենք դառնում, մենք այլ կերպ ենք գործում, այլ կերպ ծրագրում մեր կյանքը, մենք կենտրոնանում ենք մեր նպատակների վրա, զգալով, որ աճել ենք մեր կյանքի փորձով, մենք աճել եւ դուրս ենք եկել այն շրջանակներից, որում ապրել ենք մինչ այդ, եւ հիմա ժամանակն է դուրս գալու դրանից, այնինչ մինչ այդ սովորական էր եւ բնական։ Նաեւ չմոռանանք, որ Մարսը տղամարդկային էներգիա է եւ այս տարի շատ բաներ կապված կլինեն տղամարդ պարտներներից կամ անձնական կյանքում ընկերներից, եղբայր, գոլեգա, թե տղամարդ կլիենտ։ Նաեւ Մարսն է սիմվոլը բժշկական գործիքների, դրա համար եթե ծրագրերում պրոցես կա բուժման գնալու, ապա այս տարին ձեզ համար շատ լավ կլինի վիրահատական կամ բուժական պրոցեդուրաների մասնակցելու, եթե կա անհրաժեշտություն եւ բուժման կուրս անցնելու ժամանակ, վերջակետ կդնեք որևէ հիվանդության ավելի խորը զարգանալու համար, նորից ձեր ուշադրությունը բերեմ նրան, որ պետք չէ ապրել ինչպես առաջ էր, պետք է փորձել ինչ-որ նոր բան, էքսպերիմենտ անել, նոր ուղիներ փնտրել եւ նոր դերում լինել։ Հարգելիներս, ավարտելով ասեմ, որ փորձենք հետևել մեր խոսքին, հատկապես մեր քայլերին, եւ պետք է ապրել այսօրվա կյանքով։ Պետք է հասկանանք, որ այսօր ապրելով կերտում ենք մեր վաղվա օրը, կերտում ենք մեր ապագան հենց այսօր։ Դրա համար այսօր ճիշտն ապրելն է, դրա համար այսօր ծնվում եւ գալիս է մեր բյուրեղային հոգիները, գալիս են աստղային հոգիները, գալիս են օգնելու մարդկանց եւ մարդկությանը, դրանք այն նոր բյուրեղային աստղային հոգիներն են, որոնք արդեն իսկ ազատված են կարմայից, սա նշանակում է, որ յուրաքանչյուրիս կարման մեր ձեռքերում է, բացառություններ դե իհարկե կան, բայց եւ այնպես մերը ռեալիզանալով, մեր սխալները ուղղելով շատ բան կարող ենք փոխել մեր մատրիցիայում, մեր ծննդյան քարտեզում, ինքներս լինենք մեր արարիչը, ինքներս լինենք մեր կյանքի ազատ նկարիչը, գտնենք մեր ամենացավոտ տեղը, ուշադրություն դարձնենք, հսկեք
և ճիշտ վերաբերվելով իրականությանը, թուլացնել լարված էմոցիաները, շտկել ամեն ինչ, ինչը որ կխանգարի մեզ առաջ շարժվելու համար։ Այսքանով ավարտեմ իմ նախապատրաստված ձեզ այն խորհուրդներս, այն մեկնաբանությունները թվային աստիճաններով, որը ցանկանում էի ձեզ տալ, շատ ուրախ կլինեմ, որ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի հետագայում շատ հետաքրքիր զրույցներ ունեմ ձեզ հետ վարելու, ձեզ տեղեկացնելու, ձեր դատին հանձնելու, որպեսզի կարողանաք հետագայում իմանաք երբ ենք հանդիպելու, մեր նորությունների մասին, այնպես որ ուրախ կլինեմ յուրաքանչյուրի ներկայության համար, ուրախ կլինեմ ձեր մեկնաբանությունների, ձեր խորհուրդների նույնիսկ լսելու, այնպես որ լավ մնացեք սիրելիներս, կհանդիպենք իմ հաջորդ եթերներում, լավ մնացեք։